Վեմ ռադիոյի աշխարհայացք հաղորդաշարի հյուրն է հոգեբուժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանը։ Մեր զրույցի թեման է Նարեկյան աղոթքը որպես հոգեթերապիա։ Հաղորդումը վարում է Արաքս Պողոսյանը։ Պարոն Ներսիսյան, ձեզ ներկայացրեցի որպես հոգեբուժ, հոգեթերապևտ, բայց հանրությունը ձեզ գիտի որպես նարեկաբուժության ջատագովի եւ գործարկողի։ Ինչ ասել է նարեկաբուժություն եւ ինչու է ձեր անունը դրա հետ առնչվում, խնդրեմ։ Ժողովուրդը երևի ինքն է ավելի ճիշտ այսպես տերմինները դնում եւ ավելի դիպուկ, որովհետեւ լինելով կրթության բժիշկ, որպես հոգեթերապևտ, երկար տարիներ փնտրտուքի մեջ էի, ինչու որովհետեւ զգում էի, որ ժամանակակից գիտության հոգեթերապևտիկ մեթոդները լիարժեք չեն եւ ամբողջական չեն կարողանում օգնել մարդուն։ Եվ իմ այս փնտրտուքը տարբեր մեթոդներ անցնելուց, Ֆրեյդի հոգեվերլուծությունը, հիպնոթերապիան, տարբեր հոգեբանական դպրոցներից աստծո նախախնամություններ ինձ բերեց Նարեկին։ Ինչու, որովհետև ինձ համար երևի նույնպես պարզաբանվեց մի բան, որ միգուցե պատճառը նրանումն է, որ բժշկությունը բուժում է անհոգի մարդուն, այսինքն մարդու 1/3-ը։ Իսկ եթե մարդու ունի հոգի մենք չենք բուժում, բնականաբար այստեղից էլ հենց առաջանում է այդ հարցերի պատասխանները այդ ինչուն։ Այսինքն Սուրբ Գրիգոր Տաթևացու մարդուն եռամասնյա դիտելու թեզն եք։ Բնականաբար, այո, որտեվ Տաթևացուց եթե խոսքը գնաց, առավել ես շարունակեմ, ես շատ օգտվում եմ, դա Տաթևացուց առաջ էլ ասվել, բայց մեր եկեղեցու սուրբ հայրերը ունեն հիանալի աշխատություններ կապված մարդագիտության, մարդաբուժության հետ, ինչպես Տաթևացին ասում է, կա 5 տեսակի հիվանդություն, որոնցից այո 3 տեսակը բուժվում է բժիշկների կողմից։ Դա կապված սննդի խանգարում եւ այլ, ասենք, կլիմայի հետ կապված փոփոխությունների։ Մնացած 2-ը կապված է Աստծո գիտության հետ։ Այսինքն ինքը տարբերակում է, այո, մի խումբ հիվանդություններ Աստծո գիտության հետ։ Եվ Աստծո գիտության հետ ինչն է, որ Աստծո գիտության թերի սխալ ընկալումը եւ հույս հավատ սիրո բացակայությունը։ Այսինքն մարդը, որպես Աստծո ստեղծած էակ, այո, ձեռք է բերում մի խումբ հիվանդություններ կապված այն շատ կարևորագույն հարցի երկխոսության Աստծո հետ հարաբերության մեջ, ինչ մակարդակին է գտնում։ Սկսած Աստծուն ժխտելուց, չընդունելուց, սկսած հավատալուց, սկսած ճշմարիտ գրագետ ուղղափառ հավատից։ Հետևաբար հիվանդությունները, ինչպես այո Աստվածաշնչում չէ, գրված են շատ կապված են մեղքերի հետ ու նրանց ապաքինումը զղջանքի խոստովանության, այնպես էլ այո Նարեկի աղոթքները, ինչպես ինքը նշում է, օգնում է ազատվել մի շարք բարդագույն ամբուժելի հիվանդություններից, որոնց ես 20 տարի շարունակ սկսեցի ուսումնասիրել։ Պարոն Ներսիսյան, այսօր շատ տարածված է բիբլիոթերապիա հասկացությունը, հեքիաթաթերապիա, կավաթերապիա եւ այլն։ Այսինքն այս բոլորը ունեն հոգեվոր իրենց կողմը ներգործության, այսինքն հենց հաշվի առնվում, որ մարդը նախ եւ առաջ հոգեվոր էակ է եւ պետք է ներգործել նրա հոգու վրա հոգեվոր միջոցներով, հոգեվոր ներգործությամբ։ Դա հասկանալի է։ Մյուս կողմից էլ դարի շարունակ գիտենք, որ Նարեկը կարելի ասել հայի աստվածաշունչն է երկրորդ եղել եւ մարդիկ հիվանդներ դրել են իրենց գլխի տակ կամ ընթերցել են իրենց համար, քահանան է ընթերցել, որովհետեւ հիմնականում գրաճանաչ չի եղել դարեր շարունակ սովորական գեղչուկը եւ Նարեկը դարեր շարունակ իր բուժարար կենարար ներգործությունը ունեցել է հայ մարդու վրա։ Այսօր դուք գիտության դիրքերից հանդես գալով ձեզ համար բացահայտել եք մի փակուղի ամենասկզբում, որքան հասկացա, որ բոլոր միջոցները կարծես թե անօգուտ են մարդու հոգու վրա ներգործելու հոգեթերապիայի ժամանակակից այսպես ձեռքբերումներով։ Թերի օգուտ են, անօգուտ չեն կարող ասել, լիարժեք չեն։ Բարի, լիարժեք չեն եւ ձեր ձեռքը մեկնեցիք Նարեկին։ Ինչպես պատահեց այդ միջադեպը ինձ հետաքրքիր է, ինչպես դա տեղի ունեցավ ձեզ հետ։ Դե ես արդեն ասացի, որ դա Աստծո նախախնամություններ ինչու, որովհետեւ նաև երևի իմ գենետիկ հիշողությունը, որ արթնացավ, իմ տատեր պապերը հեքիմներ են եղել, ես փոքր տարիքում հիշում եմ, երբ որ ես ունենում էի որոշակի խնդիրներ գլխացավեր, տատս հենց աղոթք էր կարդում։ Իսկ ինչ վերաբերվում է, ես արդեն ինչպես նշեցի, այս ճանապարհը ես անցա արդեն որպես բժիշկ, որովհետև այդ թերությունները զգացի բժշկության կողմից եւ զգացի, որ մի խումբ խնդիրներ, օրինակ ասենք, երբ որ մարդը հուսահատության մեջ է, երբ որ խորը դեպրեսիայի մեջ է, ժամանակից մեթոդները չեն օգնում։ Եվ թերի են օգնում, ամբողջական չի։ Ժամանակակից մեթոդներ ասելով ինչ դեղորայացենք հոգեբուժության մեջ դա հիմնական դեղորայքային բուժումը։
Եվ ինչու հակադեպրեսանտներ տարբեր փսիխոտրոպ դեղորայքներ այդ ինչու հարցը ինձ միշտ հետաքրքրում է եւ այդպեսի այս արտահայտություն կա բժիշկ Պերիդև բժիշկ թափառաշրջի որ դու անդադ թափառում ես իհարկե մենք քիմ բժիշկներին մանրություն չունենք հա աշխարհով թափառել սովորել բայց քո միտքը թափառում է եւ փնտրում է ինչն է հետաքրիր նաեւ ինձ տարավ որ Ինչպես միշտ կյանքում եւ հատկապես հիվանդների կյանքում մենք տեսնում ենք, որ նրանք ունենում են Աստծո հետ ինչ-որ երկխոսություն, հարաբերություն ինչումներով, չէ՞։ Այսինքն իրենք որևէ կուսակցության հետ, որևէ այլ մարդկանց չեն ունենում, այլ ինչ-որ հարց է առաջանում։ Այդ որտեղից է գալիս, որտեղ մարդը ինքը աստվածային ծնունդ լինելով միշտ ինչ որ չէ դժգոհություն ունի, ինչու ես հիվանդացա, ինչու ես աստծո եւ այլ, գոյաբանական հարցերն եք առաջանում են, չէ, այստեղ կրթությունը խաբը կապ չունի, բոլոր մարդկանց մեջ առաջանում է եւ եթե առաջանում է այդ հարցը, ուրեմն պիտի լինի այդ հարցի պատասխանը, որ շատ կարեւոր է։ Եվ որ ես տալիս եմ այդ հարցերի պատասխանը եւ հիվանդներն էլ համաձայն են։ Օրինակ շատ դեպքերում տեսեք տարածված հարց է, ինչու ես հիվանդացա այս հիվանդությամբ, հա։ Գիտական բժշկություն այս հարցերին չի նայում։ Իսկ իմ խնդիրը որպես բժիշկ այդ հարցի պատասխան տալն է, ցույց տալով, որ ինչու դու հիվանդացար, ինչ պատահեց, ինչ եղավ, չէ՞ որ դու առողջ ես, չկար այդ խնդիրը։ Եվ գիտական բժշկությունն էլ փորձում է իր ձևով դա բացատրել, ասելով, որ այս սննդակարգը սխալ է եղել, իմունիտետը տես կորցրել, դիմադրողականությունը սխալ կենսակերպ ես վարել եւ այլն, տարել ես խորը դեպրեսիաներ եւ այդ ամենը բերել հանգեցրել է քեզ։ Այո, բայց բանը նրանումն է, որ այդպիսի պատասխանը հիվանդին չի բավարարում։ Ինչու, որովհետեւ հիվանդին պետք է ճիշտ պատասխանը Ինչպես մեզ բոլորից մենք հանգստանում ենք ճիշտ պատասխանից, որովհետև եթե պատասխանից հետո նորից հարցեր են առաջանում, ուրեմն դա ճիշտ պատասխանը չէր։ Եվ ո՞րն է ճիշտ պատասխանը։ Տվյալ դեպքում, եթե մենք նայենք արդեն դավանաբանական տեսակետից եւ այդ հարցը արդեն մի քիչ ավելի, այսպես գոյաբանական փիլիսոփայական է, դա բժշկության հետ կապված չի, երբ որ նա ասում է ինչու ես հիվանդացա։ Բայց այն ժամանակ ես էլ կասեմ այդ նույն դեպրեսիայի մեջ կողքինն էր, նույն ուտելիքը նա էր ուտում, նույն ստրեսի մեջ նա էր գտնում, բայց ինչու նա չհիվանդացավ ես։ Ուրեմն գենետիկ հակվածությունը դեր գենետիկ հակվածությունը մենք գեներին էլ կանդրադառնանք, իհարկե դա շատ հետաքրքիր հարց է։ Այդպիսի հարցադրումը հենց խոսում է, դա հենց տանշում է մարդու գոռոզության մասին, որտեղ նա իրեն տարբերակում է մյուսներից, երբ որ մենք Աստծո առաջ բոլորս հավասար ենք եւ բոլորս կարող ենք այդ հիվանդությունը ունենալ։ Այսինքն երբ հարցնում ենք ինչու ես, ստացվում է, որ մենք մեզ գերակայում ենք մյուսներից։ Բնականաբար ես ինձ արժեքավորում եմ, տարանջատում եմ, իբրև ես յուրահատուկ մի անձ եմ, ես ճշտերի ճիշտն եմ, կատարյալների կատարյալն եմ, ամեն ինչ ճիշտ է անում, բայց ինչու ես հիվանդացա։ Եվ պատկերացրեք, որ իմ այս պատասխանը բոլորին բավարարում է, որտեվ արդեն ինչու ես, սա խոսում է, որ նա փնտրտուքի ճանապարհին է եւ բոլոր այդ հարցերի պատասխանը Նարեկի աղոթքներում կա, որտեւ Նարեկի ամեն մի աղոթքը դա դեղ է տարբեր շեղումների, խանգարումների համար։ Հիմա եթե մենք խոսեցինք գոռոզությունից, ես կուզեի թերցել իմ լայնասկավառակը լսած, որոնց ես չեմ ճանաչում այս մարդկանց, իրենք իմ հիվանդները չեն, եւ իրենց զղջանքն ու խոստովանությունը։ 3 ամիս լսելուց հետո պիտի անկեղծանամ, որ ես սիրել չգիտեմ։ Ես սառուցից էլ սառն եմ։ Ոչ ֆիզիկական սիրո ցանկություն ու պահանջ ունեմ, ոչ էլ սեր եմ ցույց տալիս, բայց այդ աղոթքներ լսելուց հետո ուզում եմ սիրեմ։ Նույնիսկ մարմնից ջերմությունն ա բարձրացել։ Առաջ միշտ սառն էի, հիմա տաք եմ թե հոգով, թե մարմնով։ Ափսոս, շատ ուշ ճանաչեցի ինքս ինձ ու վանեցի շատ շատերին։ 40 տարեկան կին հաշվապահ։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Իր կարծրատիպը եսի փոխվեց, նա տեսավ ճշմարտությունը ինչը կար, որ իր գերիեսը, հա, եթե նենք ժամանակակից տերմիններով ասենք մահացու մեղքերից գոռոզությունը, որ կարող է թե առողջությունը եւ թե ասենք հոգեբադական վիճակը եւ հարաբերությունները խախտել ու շեղել։ Եվ ասեմ, որ մի խումբ բարդ ամբուժելի թվացող, շեշտում եմ թվացող հիվանդությունների մեջ, այո, գոռոզությունը առաջնակարգ է։ Նարեկ ունի հատուկ աղոթքներ, հենց որտեղ պարզ խոսվում է գոռոզության մասին, որպեսզի մարդ տեսնի, որտեղ գոռոզությունը շատ տարածված է մեր մեջ հայերից ցավոք սրտի, ու շատ անգամ մարդը իր գոռոզությունը չի տեսնում ճանաչում։ Տեսեք, այդ հարցադրումով ես վեր հանեցի։
Պարոն Ներսիսյան, ուզում եմ հասկանալ, որտեղ է սկսվում հոգևորականի, քահանայի, հիվանդի վրա աղոթ կարդալու եւ ձեր հոգեթերապևտի պրակտիկայի միջև սահմանազատումը։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, մարդը գիտակցի իր մեղքերը, մարդը ապաշխարի, մարդը խոստովանի, դրանք բոլորը եկեղեցու գործառույթներ են եւ քահանան է մեղքեր արձակողը, խոստովանություն ընդունողը, անհատական խոստովանությամբ դրանք շատ լավ բաներ են ինչ որ ասում եք եւ հասկանալի են, բայց տարածքը տեղափոխում եք այլ տիրույթ։ Ինչու, ինչպես հասկանալ եւ արդյոք կարելի է այդպես։ Բնականաբար ես այլ տիրույթ չեմ տեղափոխվում, գտնվում եմ իմ տիրույթում, որովհետև Նարեկը դարձես միշտ ինչ տվել եմ, որ ինչու 10-րդ դարում եւ ինչու ամնաժողովրդական գիրքը, որովհետև Նարեկը ինքը հնարավորություն է տալիս մարդուն օգտվելու ցանկացած սիտուացիայում հարաբերություններում, երբ որ իր հոգին զգում է, բացվում է եւ ուզում է տեսնել։ Ցավը նրանումն է, որ ոչ բոլոր մարդիկ, որ եկեղեցի են գնում եւ պատարագին, նրանք հաղորդություն են ստանում, ինչպես ցույց է տալիս փորձը։ Շատերը լսելով, երբ որ խոսում է մեղքերի մասին, մեղքերը չեն տեսնում։ Իմ խնդիրն է Նարեկի միջոցով, ես չեմ դա բացահայտում, ուղղորդելով ցույց տալով, որ մարդ պատրաստ գնա, որտեվ այդ պաշտոնը ես չունեմ, ես քահանա չեմ, մեղքերը ես չեմ հանում։ Կարևոր է, որ մարդը պատրաստ գնա։ Ես ունեի այդպիսի մի հիվանդ, որ բոլոր եկեղեցիներն էր գնացել մինչև Երուսաղեմ, բայց 7 մահացու մեղքերը մենք միասին Նարեկի միջոցով տեսանք, որ նա ուներ։ Որքան գիտեմ, դուք խորանել եք բարձրացել որպես դպիր։ Այո, մինչև հիմա էլ այո, ես ծառայում եմ մեր եկեղեցուն, որովհետև իմ պաշտոնը այլ է, քահանայինը այլ է։ Ես բժիշկ եմ, ես հնարավորություն եմ տալիս, քանի որ Նարեկը կարող է խորը զղջանք խոստովանություն առաջացել եւ լավանալ։ Եվ իմ ամեն մի հիվանդը դրանից հետո ես ուղղորդում եմ քահանայի մոտ, որպեսզի նա մեղքերի թողություն ստանա։ Պատկերացրեք, որ ասենք չկա քահանա, չկա եկեղեցի, ինչ է, ուրեմն մարդը պիտի Աստծո ողորմածության բուժում չստանա։ Այդպես լինում է, երբ չի լինում եկեղեցի ու չի լինում։ Հնարավոր է իհարկե, Նարեկը հենց այդ միջոցն է, որ նա կարող է եւ առաջացնում է այդ զղջանքն ու խոստովանությունը, որտեղ մինչեւ արդյունքով զղջանք խոստովանություն չլինի, մեխանիկորեն դա դեռևս այդ թողության աստիճանը չի նշանակում։ Բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ մարդը ինքը իր սեփական ձեռնարկով վերցրել եւ սկսել է կարդալ Նարեկացի եւ պատկերացրեք, որ կարդացել է հենց բնագրով, գրափար, չտիրապետելով առանձնապես գրափարին, բայց հավատքով է մոտեցել այդ ընթերցմանը, երկյուղացությամբ է մոտեցել այդ գրքի կենարար զորությանը եւ արդյունքում ունեցել ենք բժշկություն եւ շատեր այդպես խոստովանել են։ Եվ ըստ էության դարի շարունակ հենց այդպես էլ երևի թե եղել է բժշկության այդ ձևն է գործել։ Հիմա դուք կարծես թե մի քիչ այլ բան եք առաջարկում, այլ տարբերակ։ Եվ եթե այսպես թե այնպես երկու դեպքում էլ լինում է բժշկություն, ինչու եք այդքան կարևորում ձեր առաջարկած տարբերակը։ Ինչու եմ կարևորում, որովհետեւ երբ որ դուք այդ դեպքերը ասում եք, դրանք հատուկ են դեպքեր են։ Ես որպես բժիշկ ձեռք եմ մեկնում հուսահատության մեջ գտնվող ծանր բարդ հիվանդներին, չարորակ ուռուցքներով, միավ ձիավով, Երևան հիվանդության հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, որ նման հիվանդները մենակ իրանք չեն կարող կարդալ ու հասկանալ այդ բոլորը։ Դու պիտի նրան օգնես ուղղություն ցույց տաս։ Իսկ ինչ վերաբերվում է, որ այդօթեթև լարվածություններից եւ այլն մարդ կարող է այո Նարեկը խաղացնել, ես խոսում եմ բարդ հիվանդությունների բուժման մասին։ Հնարավոր է, կարող են լինել հատուկ են դեպքեր, բայց հիմնականում մարդիկ պատրաստ չեն եւ չունեն այդ գիտելիքները։ Հետեցեք դուք ասում եք դարերի շարունակ Նարեկի հանդեպ, բայց այսօրվա մարդը չունի այդ հավատը։ Խզում է տեղում։ Նա գնում է շատ պրիմիտիվ մակերեսային։ Հավատը դա խորը բարդ գիտություն է, որ պիտի նա հասկանա։ Այդպես շատ տարածված եղել է բարձի տակ դնելը, բայց ես առաջինը սկսեցի այդ մասին խոսել, որ ժամանակը եկել է, որ բարձի տակից հանենք։ Բարձի տակ Նարեկը ոչինչ չի ասում։ Եվ գիտեք, այսպես մենք մեր մեջ այտել է գոռոզությունը կամ մենք այսպես Նարեկին աստվածացնում ենք, բայց չմոռանանք, որ Նարեկը աստվածաշունչն է մտցնում մեր մեջ։ Նարեկը չի կարող առավել լինել, որովհետև շատերի մոտ մի քիչ է տպավորությունն է մենք Նարեկը աստվածաշունչը հասկանալի ձևով մեկնում մտցնում է մեր մեջ, որպեսզի մենք այդ ճշմարտություններն ու իմաստությունները հասկանանք։ Չէ, օրինակ, Աբանում Պարզ բացատրում է չար ու բարի պայքարը, որ Քրիստոսով կարանք չարին հաղթենք։ Աղոթքի մեջ է նա ասում է Աստված բանաստեղծությունով չի կաշառվի, գործով կգրարի։ Օրինակ ես մասնակի եմ ասում, որպեսզի մեզ հասկացնի, որ հավատ առանց գործի մեռած հավատ է։
խոսում է օրինակ հերձվածության մասին, աղանդավորների մասին որ կա։ Եվ մեզ բացատրում է, որպեսզի մենք այդ բարդ գիտությունը հավատքը ճիշտ հասկանանք։ Պարզ օրինակներով բերեմ։ Ժողովրդի մեջ տարածված արտահայտություն կա, չէ՞, ամեն մարդու սրտով Աստված իրան տա։ Լսել եք դուք։ Հա, լսել ենք, շատ անգամ մենք էլ ենք ասում, բայց նմանատիպ օրինակով կա աղոթքում, որտեղ նա խոսում է դեպրեսիաների, արյան հիվանդությունների մասին, շատ բարձ։ Այդ օրինակը բերում է, որպեսզի մենք այդ սխալ արտահայտություններից զերծ մնանք։ Ես որ մեղքի փուշերով խեղդված եմ, ինչպես անարատի նման պարծենամ, թե զիս անբծության մեջ ընդունեցիր։ Ես որ մեղավոր ու կրկնապես պատժապարտ եմ, ինչպես իմ նմաններս պարսավեմ անոնցմե ազատել խնդրելով, թե մեղավոր ու նենգավոր մարդը փրկես իս Տեր Աստված։ Այսինքն սա մեզ ուզում է հասկացնի, երբ որ ես, շատ անգամ ասում ենք այն չար մարդկանցից փրկի, մենք մոռանում ենք, որ մեր սրտի մեջ էլ նույն չարությունը կա, ինչպես ինքն է ասում, չար է մեր խմորը, բնածին մեր չարությունը, որտեվ այսպես մտածելով ես չեմ կարող ճշմարիտ ուղղափառ քրիստոնյա լինել, ես պետք է հասկանամ, որ այդպես չմտածեմ։ Դուք ում փոխադրածնեիք կարդում։ Ես կարդում եմ առաջի աշխարհաբար Նարեկը փոխադրությունը Միսակ Գոչունյանի 1902 թիվ, որի մասին շատերը չգիտեն։ Ինչու եք նախընտրել դա կարդալ։ Սա էլ Աստծո նախախնամությունն էր, երբ որ ես սկսեցի Նարեկով զբաղվել, տեսա, որ հետ խորհրդային այդ ժառանգության մեջ մենք պիտի ասենք, որ այն ժամանակ, երբ որ այն Նարեկը, այս ձեր առաջի հարցի մասնակի պատասխանը, իմ մտածումը որն էր, Նարեկը վերակենդանացնել որպես աղոթագիրք, որտեղ խորհրդայինից հետո մեր մեջ պոեմ էր մնացել։ Եվ այդ պոեմի մեջ այնտեղ իրանք շատ բաներ ձևափոխված, հավատազրկված են այդ նարեկները եւ դրա համար կապ ունի այդ փոխարկողը, ով որ արել է, ինչ դավանաբանական գիտելիք ունի, ինչպես է հասկանում, որտեվ ինքը Աստվածաշունչ է, ինչպես Նալյանի գրքում կամ այլ հեղինակների, իրենք այնտեղ նշում են, որ նարեկի այս հատվածը Աստվածաշնչի որ մասն է, առակների որ մասն է։ Եթե մենք դա չենք հասկանում, ուղղակի փոխարկում ենք բառ ենք փոխում, այսինքն Աստվածաշնչի այդ մասը ինչ անում, աղաղակվում է։ Բարի, փոխադրվածից եք ընթերցումներն անում, իսկ ինչն է խանգարում հենց գրափարով ընթերցումն անել եւ ներգործությունն է լինի գրափարյան ընթերցվածքով հիվանդի վրա։ Տարիներին փորձը արդեն բերեց նրան, որ ես սկսեցի փորձել գրափարով եւ տեսնել, որ երբ որ գրափարով ես կարդում, նա ավելի ուղղակի ազդեցություն է ունենում մարդի վրա։ Նա ինքը չի հասկանում, դա շատ լավ է, իհարկե, դա իմ տարիների փորձը չէ բերեց դրան։ Մինչև գրաբար ես լավ պիտի հասունանայի, ես պիտի փորձառնություն ձեռք բերեի, ես պիտի շատ բաներ հասկանայի։ Այսինքն հասկանալը բառերի կարևոր չէ։ Ինքը նարեկը տանում է հասկացման։ Ինքը բացում է բոլոր այն պատոհանները, մեղքերի, որ մեր մեջ կա, այդ ժամանակից ֆայլերը, որ փակվել էին, որպեսզի ես դրանք տեսնեմ, որտեղ մարդը մոռանում է ամեն ինչը։ Հիմա նույն ձևի հայ երեխային, որ ես բուժում եմ, նա նարեկ է հասկանում, որ իր հիվանդությունը անցնում է, նա ոչինչ չի հասկանում։ Կա երբ որ ես բուժում եմ օտարազգի մարդկանց, սլովենացի, ռուս, շատերը նարեկին չեն տեսել, չեն լսել։ Ինչու՞, որովհետև գրված է նարեկը Սուրբ Հոգով, ինչպես ինքն է ասում Սուրբ Հոգու զորությամբ գրեցի։ Եվ հեղինակ Աստված է ասում է։ Բնական է, երբ որ ճշմարտությունները դրանք համամարտկային են, մեր մեղքերը ազգություն չեն ճանաչում բոլորինս, եւ նա կարողանում է այ օտար ազգի մարդուն մոտել խաղաղացնել եւ տեսնել տալ եւ մարդու եսի կարծրատիպը փոխել։ Պարոն Ներսիսյան, շատ կարևորում եք խոսքը որպես գործիք, խոսքի ներգործիչ ուժը շատ կարևորում եք մարդու հոգու բժշկության վրա։ Նաև շատ կարևորում եք, այ որ ասում եք ժամանակն է բարձի տակից հանել եւ կարդալ ու այո լսել։ Այո, կարդալ եւ լսել, կարևորվում է այստեղ հասկանալը, այսինքն տեքստի ըմբռնումը, հասկանալը։ Մյուս կողմից էլ ասում եք, որ գրափարյան տեքստը, որը շատերի համար մանավանդ ինքն արեկացին շատ բարդ է, նույնիսկ փոխադրված վիճակում շատ բարդ է, լուր մնաց գրափարով, ասում եք, որ ուղղակի ներգործություն է ունենում։ Այսինքն մի կողմից առաջ եք քաշում խոսքի հասկանալի ձևով ներգործման ուժը, որպես հոգեթերապևտ, մյուս կողմից էլ գրափարյան տարբերակի անմիջական ներգործության ուժը, որտեղ կարող է անմիջական հասկացություն չլինել լսողի կողմից, ինչպես հասկանալ։ Եթե մենք նույնիսկ ասենք կարդում ենք աշխարհաբարով, կարդացողը միևնույն է, ամեն ինչ ինքը չի հասկանում, այդտեղ ինչ է գրված։ Ինքը բառերը հասկանում է, այսպես զմայլվում է, ինչպես է խելոք, այսպես ինչ բառեր են։ Բանը նրանումն է, որ ինչպես ասեցի, կարևորը մեր խոսքը հասկանալը չի։ Ինքը մեզ տանում է հասկացման, որպեսզի ես տեսնեմ
հասկանամ իմ մեղքերը եւ զղջամ։ Այսինքն ինձ հասկացում է պետք։ Հիմա երբ որ ասենք մարդու հետ խոսում ենք, մեկը մյուսի հետ խոսում է, այդ խոսակցից նա լավ չի հասկանում, բայց երբ որ այլ մեկն է խոսում, նրա խոսելու ձևից, ոճից եւ ինչ ձև է դա մատուցում, նա հասկանում է։ Այսինքն Նարեկը մեզ տանում է հասկացման։ Որպեսզի ձեր հարցի պատասխանը ես տամ, ավելի լավ է օրինակներով խոսենք, որտեղ նմանատիպ օրինակներ, ինչպես են Նարեկը զղջանք խոստովանություն աշխատում, ես ոչ միտեղ ցավոք սրտի չեմ հանդիպել։ Նարեկը մի հզոր գիրք է, որ օգնեց ինձ կենթանական մակարդակից բարձրանալ մարդկային վիճակի։ Չափանցած չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի ներքևում էի, քան անմեղ ու անբանական կենդանիները։ Նրանք ունեն գոյատևման բնական բնաս, իսկ ես ինքնակործան սովորույթներ։ Նրանք ունեն ինքնապաշտպանման բնաս եւ չեն սնվում այն ամենով, ինչ առաջարկում է, իսկ ես բոլորովին զուրկ լինելով ինքնապաշտպանությունից ընդունում էի այն ինֆորմացիան, գաղափարախոսությունը, արժեքներ, ինչ որ առաջարկվում մատուցվում էր ինձ։ Ի վերջո կենդանիները չեն ատում, չեն ստում, չեն հպարտանում, չեն բամբասում։ Այսինքն սա էլի անծանոթ է, որ լսել է իմ աղոթքները, ես չեմ ճանաչում, ինձ աշխարհի ծայրերից շատերն են գրում։ Եվ ինչպես եք գտել այդ, ինչպես է դա ձեզ հասել։ Սա ինձ հասել է, որովհետև YouTube-ում եւ իմ կայքում ես աղոթքները դրել եմ, մարդիկ վերցնում են, լսում են այդ աղոթքները եւ բնականաբար մեկնաբանությունները ինձ ուղարկում են, դրանք հարյուրավոր են այդպիսի մեկնաբանությունները, որովհետև տեսեք, այստեղ Բժիշկ Ներսիսյանը չէ, այստեղ Բժիշկ Ներսյանի միջոցով Նարեկն է երևում, որտեղ դու չպիտի երևաս, եւ Նարեկը այսպիսի փոփոխություններ կարող է առաջացնել, ես եթե սկսեմ այդ բոլորը կարդամ, մեր ժամանակը չի հերիքի։ Պարոն Ներսիսյան, փաստորեն Մատյան Ողբերգությանը լինելով աղոթամատյան եւ բարդ աստվածաբանություն ինքնին, ոչ միայն քննության նյութ է աստվածաբանների սեղանին, վարդապետների սեղանին, ունի նաեւ զարմանալի ոճական, շարահյուսական առանձնահատկություններ, որոնք քննության նյութ են դառնում լեզվաբանի, գրականագետի համար եւ իրենք մոտենում են Մատյանին արդեն ոչ թե որպես աղոթքի, այլ զուտ մասնագիտորեն, որպես պոեմի, գրականության եւ այլն։ Այսպես կարելի է տարբեր ոլորտներ տարածել Նարեկի ազդեցության ծիրը։ Հիմա գանք ձեր հոգեթերապիայի ոլորտին։ Փաստորեն դուք որպես հոգեթերապևտ Նարեկացու աղոթամատյանը վերցնում եւ կիրառում եք որպես արդեն բժշկարար զորություն, հենց մասնագիտական ձևով, որպես այո դեղ, որպես բժիշկ։ Ես բժիշկ եմ բնականաբար, ինչ եմ անում, Նարեկի էլի եմ կրկնում։ Առաջի էջի բովանդակության մեջ գրել է, որ ինքը անտեսանելի հիվանդությունների դեղ է, չբուժվող վերքերի դեղ է, հետևաբար ես որպես բժիշկ ինձ հետաքրիր է, այս բոլորը այո ազդում է եւ գործում է, որտեվ ինքը ցուցված է դրա համար, այո, լեզվաբանը կարող է խոսել ոճի մասին, բայց ցավոք սրտի լեզվաբանները շատ մի կարևոր էստեղ բան պիտի ասեմ, որ ասենք ես տարիների ընթացքում դա հասկացա, տեսեք, գանք Նարեկի այլաբանությանը, հա? Խոսող ձի եմ դժվարասանձ, երեսանքակված, սանձը կոտրված, ավանակ եմ խեր վայրենի անկիր, երինջ եմ անընտել անընդունելի, բանական եմ անասունի գազանի բնավորությամբ։ Տեսեք, լեզվաբանը կարող է այս բոլորը ասել, ինչ գեղեցիկ բառեր են, պատկերներ են, այո, այլաբանություն է, որ ասենք բժիշկը կարող է չիմանալ ինչ է այլաբանությունը, բայց այստեղ նկարագրված է դիագնոզ, եթե ասենք, հա որպես բժիշկ մարդու հոգեվիճակ, բարի խոսքի միջոցով հոգեկան պատկերն է խախտված նկարագրված, հա, ասենք նկարագրենք, որ մարդը գրգռված է, կամքը թուլացած է, չի կարողանում իր խոսքին տիրապետել, ակամա խոսում է, չէ՞, խոսող ձի է։ Հիմա ինչու է այլաբանությունը օգտագործել։ Բնականաբար լեզվաբանը չի կարող բացատրի, նա կարող է նշել, որտեղ միայն 20-րդ դարում Փիլիսոփաներն ու լեզվաբանները հասկացան մի շատ կարևոր բան, որը այդ ճշմարիտ գիտելիքը դեռևս կար Աստվածաշնչում, եթե մենք նայենք Աստվածաշնչի այլաբանությունները, չէ՞։ Քրիստոսը ոնց էր առակներով, այլաբանություններով բան սովորացնում։ Եվ միայն նոր 20-րդ դարում հասկացան, որ այլաբանությունը որպես միջոց շատ կարևոր է հասկացման համար, որտեղ մենք աշխարհը ճանաչում ենք, չէ՞, ունենք աշխարհ ճանաչողություն, գիտենք ձիուն, գիտենք էշին, գիտենք երինջին, գիտենք գազանին։ Հիմա այլաբանական այսպիսի լուծումը մեզ հասկացնում է, որպեսզի մենք մեր գազանական պատկերը, որ մեղքերի միջոցով Աստծուց հեռացել ենք, ճանաչենք ու տեսնենք ու զղջանք։ Այլաբանությունը տանում է հասկացման։ Եվ հետեւաբար այդ այլաբանական ոճն է, որ մարդը հասկանում է, որ հիմա ես կարդացի, չէ, բոլոր ասենք հիվանդները գրում են, ես հասկացա, ես տեսա, ոչ մի հոգեբանական հոգեթերապևտիկ միջոց, այսպես կարճ, արագ
խորը հասկացում չի կատարում, որը այստեղ Նարեկի միջոցով ես տեսել եմ 90 տարեկան տատիկների, պապիկների մոտ, երբ որ 89-85 տարեկան տատիկը կարող է զղջանքի գալ հոգին թեթևացնել։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն, պարոն Ներսիսյան, տեղի է ունենում հոգևոր աճ ձեր հիվանդների մոտ, ճիշտ եմ հասկանում։ Հոգևոր աճ, զարգացում, ինքնատեսում, ինքնափոփոխություն, ներքին զննում, քննում եւ այդ կարծրատիպը փոխվելով առաջանում է նոր վիճակ։ Եվ շատ անգամ մարդը լարված այդ ինքն է թե ինքը չէ, որտեվ իրեն անսովոր է, ինքը ազատվում է այդ գաղափարից։ Կարող եմ ասել, այո, որ ով հավատում է խոսքի բուժմանը, եւ այստեղ էլ է պարզ երևում մենք ճշմարիտ ուղղափառ քրիստոնյա ենք, թե չէ։ Եթե մենք ճշմարիտ ուղղափառ քրիստոնյա ենք, պիտի հավատանք Քրիստոսի բոլոր բուժումներին։ Պիտի, բայց այդ պիտին իրականում դառնում է շատ փոքր տոկոս, որտեղ մենք ավելի հավատում ենք ինչին նյութական մեթոդներին, մեր զգացած, տեսած, մեր թվացած մեթոդներին։ Դիտել եմ գրեթե ձեր բոլոր դեբատները հակադիր կարծիքով հյուրերի հետ, որոնց մեջ եղել են բժիշկներ, հոգեբուժներ, հոգեբաններ եւ այլն եւ այլն։ Եվ կարծես թե իրենց կռվանը ձեր դեմ այն էր ընդհանրապես աղոթքով բուժման դեմ այն է, որ ասում են այո, ներշնչանքով կարող է սովորական մեկ կոճակ տալ երեխային, համոզել, որ դա իրեն կբուժի, ինքը այդ հաբը կուլ կտա, իրականում դա այդ հիվանդության բուժմանը չէր ուղղված, բայց երեխան կառողջանա եւ այդպես նաեւ մեծը։ Այսինքն շեշտը դրել են ներշնչանքի ուժի վրա, ինչին դուք կատեգորիկ կերպով հակադրվել եք, ասելով, որ հավատքը, գիտակցված հավատքը ոչ մի առնչություն չունի ձեր ասած ներշնչանքի հետ։ Բնականաբար, եթե մենք ասում ենք ներշնչանք, ուրեմն մենք պիտի հավատին ամեն ինչին ասենք ներշնչանք։ Ներշնչանքը ուրիշ կատեգորիա է, ցավոք սրտի։ Շատ լրագրողներ եւ բնականաբար շատ հոգեբաններ, քանի որ իրենք տեղյակ չեն այս գիտությանը, ինչպես կարող են ասել, նրանք պիտի մեկնեն ըստ իրենց իմացածի, չէ՞։ Այ դուք մի այսպես բառ օգտագործեցիք գենետիկ նախատրամադրություն, չէ՞։ Այսօր գիտությունը այնպես առաջ է գնացել, գիտական հետազոտությունները նոր սկսում են շատ բաներ հասկանալ նույն գենետիկայից։ Պարզվում է, որ գեները չեն մեր վրա ազդում, մենք կարող ենք մեր գենետիկ կոդը փոխել։ Եվ այո, աղոթքի միջոցով մենք գենետիկ կարող ենք փոխել եւ որը ես իմ պրակտիկայում այո ունենում եմ եւ ցույց եմ տալիս, որ շատ հիվանդությունների դեպքում, բայց մարդը պիտի դրան հավատա, հիշեցնելով, որ Քրիստոսը ում էր բուժում։ Այն հիվանդների շարանին, որ իր հետևից գնաց, չէ, եւ հավատաց բժշկությանը։ Ով որ հավատում է խոսքի բուժմանը, նա կարող է չարորակ ուռուցքից լավանալ։ Նա կարող է միավ ձիավից լավանալ, որտեվ ես ինչի մասին խոսում եմ, աշխատել եմ երկար տարիներ, շփվել եւ տեսել եմ, եւ ելնելով նաեւ մեր սուրբ հայերի նույն տաթևացուց, ինչպես էր նա բորոտությունը մեկնում, որը շատ նման է միավ ձիավին, ցույց տալով, որ բուժելի են։ Կարող է նաեւ այո հոգեկան ծանր հիվանդություններից, դեպրեսիաներից, շիզոֆրենիաներից լավանալ։ Բայց դա այն դեպքում, երբ որ մարդը սկսում է փնտրել ու հարցեր տալ, որպեսի ճանաչի Աստծուն։ Նարեկը այդ երկխոսությունն է Աստծու հետ։ Ճշմարիտ երկխոսությունը, ճշմարիտ գիտելիքով, ազատելով ներքին սուբյեկտիվ կարծրատիպերից, սխալ ճշմարտություններից, որ ասենք մարդու եսը ունի։ Այսինքն դուք այն եթե կիրառում եք որպես հոգեթերապիա, որոշակի չափաբաժիններով եք ձեր հիվանդներին դա մատուցում, անցնում է բուժման կուրսի վերջո հիվանդը։ Բնականաբար, որովհետև այլ կերպ չի լինի, ասենք, ինչպես է դա, ասենք հիվանդը եկավ, ես ասում եմ, հա, հավատում եմ, տեսնում եմ, բայց ես իրեն ցույց եմ տալիս հավատի թերի կողմերը, որքանով նա ճշմարիտ ուղղափառ հավատից հեռու է։ Տեսնելով իր գոռոզությունը, տեսնելով հատկապես երկմտությունը, կասկածամտությունը, Նարեկը հատուկ աղոթքներ ունի հենց կասկածամտության վերաբերյալ, որը շատ տարածված է թե հիվանդությունների մեջ, թե հավատի մեջ։ Տեսնելով չարությունը, որը մարդ չի ուզում տեսնել։ Նարեկը հենց դրա համար է գրված։ Նարեկը գրված է, որ մարդուն օգնի, եւ ինքը ինչպես ասում է, որ շատերին որպես աղոթագիր մնացածին էլ խրատալու, նա խրատ է հոգեվոր աճի զարգացման։ Ասենք մարդը հիվանդ չէ, բայց ինքը ունի խնդիրներ։ Տագնապներ շատ այսօր տարածված են տագնապները։ Շատ տարածված խնդրեմ է բժշկության մեջ, դեպրեսիաները, որ շատացել են, չէ՞։ Հիմա տեսեք, Նարեկով բացատրեմ ինչ է դեպրեսիան, որ այսօր տարածվել է։ Դեպրեսիա նշանակում է, որ ես մենակ եմ, իմ հասկանալով, իմ տեսնելով, զգալով, ոչ մի հույս չկա փոփոխության, ոչինչ չի կարող լինել եւ հակված եմ ինչին, կյանքից կտրվելով վատի։
Եթե խոսենք դավանաբանական տեսակետից, շնակում է ես չեմ տեսնում, ես չեմ հավատում Քրիստոսին, եւ այդ դավանաբանությունը, որը նա եկավ այդ ճշմարտությանը փրկելու, մեղավոր մարդուն ազատելու։ Նա եկավ մեզ հենարան, նա մեզ եկավ որպես շտեմարան դեղերի, նա կյանքի աղբյուրներ եկավ, բայց ես դրան չեմ հավատում, հետեւապես փրկություն չեմ տեսնում։ Նամանավանդ որ հիվանդությունների մեծ մասի պատճառը հենց մահվան հանդեպ վախն է Այո, առաջնական պատճառը լինում է դեպրեսիան չի երևում, հետո իմանալով հիվանդությունը նույնպես կարող է ընկնել դեպրեսիայի մեջ։ Իսկ հարության գաղափարն արդեն ելք է Փրկության գաղափարը բնականաբար է։ Տեսեք, ես արդեն չընթարցակվեմ ինչպես գիտությունը ապացուցել է, որ հավատացող մարդը դեպրեսիա չի ընկնում, նա ծանր հիվանդություն չի ընկնում, հիվանդանում է շուտ լավանում է։ Սրանք փաստեր են։ Եվ այո, մենք այսօր ունենք այս միջոցը եւ Նարեկը հայկական ֆենոմեն չի։ Նա համամարտկային արժեք է եւ ուղղված բոլոր ժողովուրդներին ազգերին, ինչպես նաեւ ասեցի, նաեւ Նարեկով, այո, ես բուժել եմ, բուժում եմ օտարազգի մարդկանց, որ հայերեն չգիտե, որտեղ նա խոսքն է ուղված հոգուն։ Հոգին զգում է այն ճշմարիտ աղբյուրը, Նարեկն ասում է բառմս է, որ բժշկի, ինձ խոսքի կերակուրդ ու մարդուն այդ կերակուրն է պետք։ Եվ այսօր, որ մենք գտնվում ենք այս պայմաններում, եւ այս դաժանության մեջ, ինչպես դուք տեսնում եք, մեր առօրյայում ինչեր են կատարվում, հենց պատճառը նրանումն է, որ մարդը հեռացել է իր սկզբնաղբյուրից, աստվածակերպ վիճակից, մի անորոշ գոյացություն է դարել, որի հոգու մեջ լցված է չարություն, ատելություն, նախանձ։ Սա եւ հիվանդությունների պատճառ է եւ միջանձնային հիվանդությունների լուրջ խնդիր։ Բարձ է։ Հիմա այս վիճակը կարելի է բուժել եւ շատ կարող է կանխարգելման համար միջոց։ Հիվանդությունները ասեցի։ Շատ հետաքրքիր է, որ Նարեկ լսել են դպրոցական երեխաները 10-12 տարեկան եւ ինչ են իրեն գրում, հա։ Այսօր որոշել էի մեկին ծեծեի, բայց պետքա ներողություն խնդրեմ, որտեվ ես էի մեղավոր, որ կարողանայի խնդրեմ շատ լավ կլի։ Այսինքն երեխան, որ մեզնից մաքուր դերևս կեղտոտված, աղտոտված չի, ջինչոքի է, իր մեջ արդարության զգացումը ավելի արագ տեղի ունեցավ Նարեկով, բայց մենք մեծանում ենք, մեր մոտ կորսում է այդ արդարության զգացումը, մենք գնում ենք մեր արդարության զգացումով, մեր գոռոզությամբ ու ամեն մեկս դառնում ենք այսպես անհատ, առանձին, ճշմարիտ։ Եվ որտեղից էլ գալիս է մեր ազգի չարիքները, որի մասին դեռևս 15-րդ դարում Հովհաննես կաթողիկոսն է ասել։ Այս մասին ես ինչու ուզեցի ասել, որտեղ շատ խոսում ենք, հա, արտաքին ճշնամիների մասին, նա ասում է մենք արտաքին ճշնամի չունենք, մեր ճշնամին ներսից է եւ խոսում է երկպառակության մասին, գոռոզության մասին, մեր նախանձության մասին, մեր բանսարկության մասին։ Դա համար ժամանակն է, որ մենք տեսնենք, որտեղ մեր չարիքները մնացել են, եկել են եւ այսօր էլ կան։ Եվ մի չպտրենք արտաքին ճշնամի, իսկ այդ բոլորը տեսնելու ազատվելու համար ես կասեի Նարեկը անփոխարինելի միջոց է, որտեղ նա բոլոր տարիքներում էլ իր ազդեցությունը կարող է թողնել։ Ուղղակի հարց է առաջանում, մենք ուզում ենք ազատվենք, թե չէ։ Պարոն Ներսիսյան, մի կողմից մարդիկ գալիս են, որպեսզի մարմնավոր բժշկություն ստանան, այն բողոքները, որ իրենց մարմինն է իրենց ներկայացնում, ըստ այդ մեն իրենք ընդունում, որ իրենց հոգին էլ է հիվանդ։ Մյուս կողմից էլ այ դուք հենց ձեր ընթերցած նամակից, որ ձեզ գրել էին, պարզ է դառնում, որ առավել մարդը բժշկության կարիք ունի իր հոգեկան ախտեղություններից, այսինքն չարակամություն, նախանձ, հպարտություն եւ այլն, որոնք դուք թվարկեցիք, եւ չգիտես ինչու սա հիմնականում մենք բժշկություն չենք համարում։ Ընդունված չէ սա համարել բժշկվածության ապացույց, փաստ, այլ մենք բժշկություն ենք համարում այն, ինչ որ մարմնի վրա է երևում։ Այո։ Հաշմանդամ էր, ոտքի կանգնեց կամ չգիտեմ, բայց շատ հետաքրքիր է մեր այս ընկալումը։ Ինչից է, չէ՞ որ մենք քրիստոնյա ենք եւ պիտի մեզ մոտ բժշկությանը լինի քրիստոնեական ընկալում եւ մոտեցում։ Նախ ասեմ, որ արդեն բժշկությունը նախանձը որպես հիվանդություն ընդունում է, որտեղ բժշկությունը պիտի չէ ստատիստիկ հետազոտի եւ ասի։ Երբ որ մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, գիտեք ինչ, այսօր մեր արժեքների մեջ եթե նայենք, ինչու ենք նաև մենք այսօրվան, որովհետև արժեքային համակարգը շեղվել, խախտվել է։ Սուտը մտել է։ Մարդը հիվանդանում է ստից ու չարից, չնայած նույն չարը դա սուտն է։ Նարեկի բուժումը ինչին է ուղղված, որ մարդուն բարձ ցույց է տալիս իր պատկերը, որպեսի տեսնի ինչպես ենք մենք գնում, չէ, հիվանդանոց, մեզ անալիզ են անում, հա, մեր գլուխը նկարում են, այսպես մարմնի պատկերն ենք տեսնում, բայց ցավը նրանում է, որ հոգու պատկերը դժվար է տեսնել։ Իսկ Նարեկը տեսեք ինչպես է այդ պատկերը տալիս։
Նարեկացու աղոթներ լսելուց հետո չեմ կարողանում կտրվել հայելուց։ Անընդհատ ինձ եմ ուսումնասիրում, փոշմանել եմ, որ լսել եմ, դարձել եմ ագրեսիվ, կռվարար, դժգոհ եմ ինքս ինձանից, բայց չգիտեմ ինչի։ Մինչև դրանց լսելը ես այդպեսին չէի։ Չեմ ուզում ընդունեմ, որ այդ ես եմ, չեմ դիմանում, չեմ հասկանում, էլ չեմ կարում։ 45 տարեկան ուսուցչուհի։ Այսինքն, տեսեք, Նարեկը ինքը ուղղակի պատրաստ չի եղել այդ հետազոտությանը, չէ՞։ Դրա համար պատկերը տեսնում է ինքը իրեն գիրեր այդպես, հայ հիմա հնարավոր է, որ ասենք այս ուսուցչուհին ինքը նաև հիվանդություններ ուներ, որ գալիս էր այս պատկերից։ Ինչպես ենք մենք սիրում մեր մարմինը ցեխից, կեղտից, աղտոտվածությունից լվանալ, որովհետև լավ չենք զգում։ Մեր հոգին էլ մեղքերից է կեղտոտվում, պիտի ազատվենք։ Բայց ազատվելու համար ճշմարիտ պատճառը պետք է տեսնենք, կա ճանապարհ, ուղղակի ցավն էլ նրանում է, որ պատրաստ չենք։ Ինչպես ցույց է տալիս այն փորձը, մենք բոլորս էլ երբ ենք Աստծուն նայում, փորձության ժամանակ։ Մենք Աստծուն նայում ենք դժվարությունների, հիվանդությունների մեջ հատկապես։ Եվ բնականաբար այ հիվանդերին ասում եմ նույն բժիշկն եմ, եթե ես առաջ այս բանին խոսեիք, ընդունեիք, բոլորը ասում են չէ, մենք այդպեսին ենք։ Դրա համար փորձություններից չպիտի վախենանք։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք դառնալ կատարյալը։ Տեսեք, դուք ասեցիք, մենք քրիստոնյա ենք, բայց մեր գիտակցությամբ, խորությամբ մենք ճշմարիտ ուղղափառ քրիստոնյա չենք, եւ մեր հոգեվոր աչքի զարգացումը, չգիտես ինչից, փնտրում ենք օտար ուսմունքներում, հա, յոգա եւ այլ նմանատիպ բաներ, որը իհարկե Նարեկի հետ չի կարելի համատել։ Այսօր արևմտյան աշխարհում գրեթե յուրաքանչյուրն ունի իր անձնական, ինչպես ընտանեկան բժշկի պարագային, այնպես էլ հոգեբանը անձնական։ Մյուս կողմից էլ հոգեբանության ոլորտ եւ եկեղեցի ոլորտ, այս երկուսը արճակատման մեջ են եղել ժամանակի ընթացքում, մեկը մյուսին հերքելով, բայց այսօր կենսունակ չէ այդ կռիվը, այդ հերքումը եւ տեսնում ենք, որ արդեն համագործակցության եզրեր են իրար հետ փնտրում եւ հասկանում են, որ երկուսն էլ գործ ունեն մարդու հոգու հետ եւ պարզապես երկու կողմից կարելի է համագործակցել եւ ներգործել հոգու բժշկության իմաստով հոգու վրա եւ գեղեցիկ համագործակցություն օրինակներ հաճախ մենք տեսնում ենք հենց մեր իրականության մեջ եւ ձեր օրինակն էլ կարծես թե նման համագործակցության օրինակ է, որտեղ նախկինում բժիշկները, հոգեբանները հենց հոգեվորականներն են եղել, չէ՞, ավելի գրագիտ եւ գիտությունը տարածել են իրենց միջոցով։ Եվ ուղղակի մենք պիտի նայենք, որ անցյալը այդպես պատմություն չի, անցյալը ներկային ասելու շատ բան ունի եւ այն ինչը որ ես այսօր ցույց եմ տալիս այդ բարդ հիվանդությունների բուժման մեջ, ցույց տալով, որ ճշմարտությունը հավիտյանս հավիտենից նույնն է, նա չի փոխվում եւ նա հնաոճ չի, ինչպես Նարեկի խոսքը։ Իսկ մարդու եւ ընդհանրապես հոգու վրա խոսքից ուժեղ ոչ մի դեղամիջոց չկա եւ չի կարող լինել։ Ավարտին ուզում եմ ընթերցել Տեր-Մեսրոպ Քահանա Արամյանի գեղեցիկ բնութագրումը Նարեկյան Մատյանի, իդեպ ասեմ, որ Տեր-Մեսրոպը նարեկացի է փոխադրել եւ փոխադրում է եւ բավական լուրջ այս ոլորտում ուսումնասիրող է։ Գիրքը ցնցում է մարդուն եւ ցույց է տալիս աղոթքի եւ ի վերջո հոգեվորի նշանակությունը մարդկային կյանքում։ Առանց հոգեվորի գիտակցման մարդկային կյանքը վերածվում է մեծագույն աղետի եւ անհեթեթության։ Մարդիկ հաճախ զազգում են, սակայն չգիտեն թե լուծումը որ հարթության մեջ է։ Նարեկացու Մատյանը որպես մարդկային ողբերգության խորագույն պատկեր հնարավորություն է ընձեռում մեզ մեր կատարելության վերընթացը սկսել, մեր էության խորքից վերացնելով մեր կյանքի խաթարումների խորքային պատճառները եւ Աստծո հետ հաղորդակցությունը փնտրել ոչ թե հեռավոր անորոշության մշուշում, այլ մեր մեջ, մեր ներքին տաճարում, ինչպես աղոթքով։ Ըստ Սուրբ Գրիգորի աղոթքը սրտի ներքին զոհասեղանի վրա մատուցվող բանական պատարագն է, որը պետք է մատուցվի մեր հոգու ողջ պարարտությամբ եւ զորությամբ։ Մեր զոհաբերությունը ընդունելի է, եթե այն անկեղծ է եւ ամբողջական։ Մենք պետք է կատարելապես մեզ ընծայաբերենք Աստծուն։ Իսկ երբ Աստված ընդունում է մեզ, այնժամ մենք նրանն ենք։ Աղոթքի զոհաբերությամբ մենք դառնում ենք իսկապես մարդ Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Ես կուզեի նաեւ բեջբել ինչ է ասում սովորական մարդը։ Համեցեք։ Նարեկը բանալի է, որ բացում է մեզ, ճեղքում է բետոնի պատը, թույլ է տալիս տեսնել իրականը, որից զրկված է։ Մարդը իր մտավորությամբ չի տեսնում իրականը, ճիշտը, Աստծուն։ Իր եսով թվացial ճշտով ապրում է շոշափված խավարի մեջ կատարելով անընդհատ սխալներ, համարելով դրանք ճիշտ։ Նարեկի լույսի տակ անցնում է մտավոր կուրությունը, քանդվում է շուրջ եղած պատը, վերանում է խավարը եւ նա զգում է Աստծուն իր մեջ, որի շնորհիվ դառնում է լուսավոր, հանգիստ, պաշտպանված եւ չի զգում այն մենակությունը, որ գոյություն էր այդ գորշ պատի մեջ։ Վեմ ռադիոյի աշխարհայացք հաղորդաշարի հյուրն էր հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանը եւ մեր զրույցի թեման էր Նարեկյան աղոթքը որպես հոգեթերապիա։